Հարգելի մասիցիներ, հարգելի ժողովուրդ, այսօր այս պատմական օրը մեր հերոս ազատամարտիկ Աբրամի և իր մարտական ընկերների նախաձեռնությամբ ստեղծվել է, կառուցվել է մի հիշատակ հուշարձան, որը նվիրված է մեր զոհված ազատամարտիկների հիշատակին։ Եվ սա առաջի դեպքը չէ, որ հայ ժողովուրդը փառքով է նշում իր հերոս ազատամարտիկների անունները։ Աբրամը, ինչպես գիտեք բոլորը, երկար ժամանակ մասնակից է արցախյան շարժմանը, վիրավոր է եւ վիրավորությունից հետո իր գործունեությունը չի դադարեցրել, գրելով մի շարք բանաստեղծություններ, գրվածքներ, պատմություններ, հիշատակ մեր հերոս ազատամարտիկներին։ Եվ այսօր պատահական չէ, որ այս պատմական սուրբ օրը, այս պատմական մասի ստորոտում մի ևս անգամ նշում է մեր հերոս ազատամարտիկների անունը։ Այդ բացման արարողության կապակցությամբ այսօրվա հավաքված ժողովուրդը իր տուփն է մատուցում մեր հերոս ազատամարտիկների։ Այս հուշարձանի բացման համար ժապավանի բացումը տրվում է հերոս ազատամարտիկի մայր, ինչպես էր անունը, Ավագյանին, Անահիտ Ավագյանին, խնդրեմ Ավագյան։ Հետո կրվից կունե
Հարգելի ժողովուրդ, ինձ կներեք, որ ուզված եմ, ես շատ շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ամբողջ ժողովրդին, Մասիսի, բոլոր կազմակերպողներին, անձամբ Աբրահամին, ամբողջ գործադիր կոմիտեին, անձամբ պարոն Միքայելյանին, որ կազմակերպել են այս հուշարձանի բացումը եւ ինձ է բաց վիճակել շնորհակալություն, որ ես եմ կտրել ժապավենը։ Ես զոհվածի մայր եմ, ընդամենը 2 որդի ունեմ։ Մենք ընդամենը մի ամսվա ծառայող էր զոհվեց, ես հպարտ եմ, այո հպարտ եմ, որ իմ երեխան զոհվեց հայրենիքի համար, հայ ժողովրդի համար։ Թեկուզ մի 2 ամսվա ծառայող, բայց նա իր կյանքը չխնայեց, զոհվեց հերոսաբար, ես շատ հպարտ եմ, վիշտ տանում եմ հպարտությամբ, բոլոր մայրերը թող լսեն և երբեք չափսոսեն իրենց երեխաների արյունը, իհարկե հարազատ երեխայի, նվիրված երեխայի, որ իր կյանքը չի պահում իզուր ավելնորդ բաների համար, չի խնայում իր կյանքը, ես գոհ եմ, շնորհակալ եմ բոլորից, բոլոր զոհվածներին թող խաղաղություն լինի, նույնն էլ իմ բալիկիս, ես ոչինչ չունեմ 2 երեխաներից բացի, հարազատություն է շատ, բայց ընտանիքը ուրիշ է էլի, ես հիմա ունեմ ընդամենը մի երեխա, թող բոլոր ամբողջ աշխարհի խաղաղություն լինի, որպեսզի այդ մի երեխան ինձ բախշվի, ինձ մնա, գոհ եմ, շնորհակալ բոլորից, ես հպարտ եմ, ես չեմ տանջվում, ճիշտ է մայր եմ,
Մայրը միշտ լացում է, ողբում է, բայց ես հպարտ եմ, որ իմ երեխան ինչ ձևով է զոհվել եւ ինչ է եղել։ Թույլ տվեք մի փոքր երկու տող ասեմ իմ երեխային նվիրված։ Նորայր, բալաս, դու վիրավոր, վաղամեռիկ, ասա տեսնեմ ինչ ես ուզում, ինչ կցանկանաս, լուռ է անձայն, նա չի խոսում, չի գանգատվում, նրա շիրմից միայն տխուր մրմունջ է լսվում, մահից հետո թող ինձ հիշեր, միայն հիշեր, խնդրում եմ հիշեք բոլոր զոհվածներին, նրանք դրանով են մնում մեր հիշողության մեջ, շնորհակալություն բոլորից, կներեք մի։ Gund